Պարոն Ցոլակյան, որպես падգամավորության թեկնածու քարոզարշավի առաջին իսկ օրերից ակտիվ աշխատանքներ եք տանում, ակտիվ հանդիպումների մեջ եք մինչ օրս, համայնքներում եք լինում պարբերաբար, կուզենայինք շատ կարճ ամփոփեք, թե ինչ են տալիս այդ հանդիպումները, շփումները ընտրողների հետ, հիմնականում ինչ հարցեր են բարձրաձայնում։ Գիտեք, ես ցավոք սերտի բոլոր համայնքներում չեմ հասցրել լինել, կուզենայի լինեի բոլոր համայնքներում, բայց ժամանակի առումով քարոզարշավի ժամանակաշրջանը շատ կարճ է եւ չեմ հասցնել լինել բոլոր տեղերը։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել համայնքներից, բնակիչներից, որտեղ չեմ կարող լինել, դա չի նշանակում, որ ես արհամարում եմ, ուղղակի հանգամանքներն են տասավորել ծեվի եւ ժամանակի առումով կարող է չլինեմ։ Ամեն համայնք ունի իր խնդիրը, ամեն համայնքում տարբեր խնդիրներ են։ Այնպես չի, որ բոլորը միատեսակ նույն խնդիրն են բարձրացնում եւ այդ նույն խնդիրը, ասենք, բոլորն ունեն։ Այո, կա խնդիրներ, որոնք մի քիչ ավելի տարածական են, բոլորի վրա կարող են տարածվել, բայց հիմնական խնդիրները առանձնացված է ծեվի ամեն մի գյուղ, ամեն մի համայնք ունի իր խնդիրը։ Ինչու՞ մենակ համայնքները, նաև ես Գյումրիում հանդիպումներ եմ ունեցել բավականին։ Հանդիպումների ընթացքում բազմապիսի հարցեր են առաջ գալիս։ Հետաքրքիրն է, որ քիչ են հարցերը բուն ընդրությունների հետ կապված։ Քիչ հարցեր են տալիս մարդիկ, ինչ է լինելու ընդրությունների արդյունքում, ինչ քաղաքական կուրս է լինելու, ինչ կուսակցությունների, ասենք, այս դերը կամ կուսակցությունների գաղափարական հենքը, այս հարցերը քիչ են։ Հարցերը հիմնականում վերաբերում են սոցիալական, կոնկրետ անձնական, այս բնույթի հարցեր են։ Իսկ համայնքներում նաև համայնքի վերաբերող հարցեր, ասենք, կոնկրետ համայնք կա, որտեղ գնացել եմ, հարցը տրել են մի քանի համայնքներում, ասենք, գազիֆիկացման խնդիր կա։ Մի քանի համայնքներում կա կուլտուրայի տան, մշակույթի տան, ասենք, չգիտեմ, դպրոցի, մանկապարտեզի շինարարության, այսպիսի հարցեր կան։ Ու տարիներ շարունակ կուտակված հարցեր են մեծ մասամբ։ Ասենք, եթե վերցնում եք գյուղ, որտեղ մանկապարտեզը չկա, այդ գյուղում մանկապարտեզը արդեն շատ վաղուց չկա։ Բայց այսօր գտնում են մարդիկ, որ այսօր այն օրն է, որ իրենք պետք է այդ հարցը բարձրացնեն եւ այդ հարցին լուծում տան։ Բնական է, որ արձագանքը լինում է իմ կողմից ճշմարտացի, առանց խաբելու, առանց բանի, ես ներկայացնում եմ վիճակը։ Կան հարցեր, որոնք լուծում կստանան իհարկե, որովհետեւ կա դրա համար բոլոր նախադրյալները։ Ես հարցերի մասին, ասում են, դասակարգում եմ բոլոր հարցերը, թե որը որից հետո կարելի է ներկայացնել, եւ այդ հարցերը ես ներկայացնել եմ ավելի վերև եւ իհարկե դիմելու եմ, որովհետեւ առանցին հարցեր ես լուծումը ստանամ։ Կա այդպիսի բան։ Այսինքն այս ընթացքում վերլուծել եք ու առանձնացրել եք առաջնային խնդիրները ու նաև առաջ եք քաշելու, թե ինչ լուծման ուղիներով պետք է դրանք։ Չէ, ասել, որ ամբողջությամբ այլեմ, դա սուտ կլինի, որովհետև ես կուզենայի, որ բոլոր համայնքներից ունենայի դա եւ այդ ժամանակ ամփոփեի։ Նույն ժամանակ կա, ես չեմ ասում քարոզարշավի հետ կա, բայց դրանից հետո էլ, որովհետեւ հավատենք մենք այդ ամբողջ ունեցած ինֆորմացիան եւ այդ բանկը ստեղծելուց հետո կարողանանք այդ հարցերը ներկայացնել համապատասխան տեղերը եւ առաջարկել նաեւ լուծման եղանակները։ Կառաջարկվեն ձեր կողմից գլոբալ լուծումներ, որպեսզի ոչ միայն առանձին համայնքներում լինեն, ասենք, խմելու ջրի խնդրի լուծում եւ այլն, այլ բոլոր համայնքների վրա տարածվի այդ լուծումը։ Շատերը այսօր, ոչ միայն մեր մարզում, շատ տեղեր падգամավորին պատկերացնում են ասֆալտի գործանող, ցեմենտ բերող, շաքարավազ բերող, չգիտեմ, բաժանող, ալյուր բաժանող, սելիտրա, չգիտեմ ինչ, այս կարգավիճակում։ Սա նաև այն է, որ առանցին խնդիրներ պետք է լուծի, որ падգամավորը իրանց համար հեղինակություն դառնա։ Ես մի քիչ ուզում եմ ներկայացնել падգամավորի դերը։ Падգամավորը դա չի։ Падգամավորը ավելի լուրջ խնդիրներ պետք է կարողանա լուծել։ Դա պետության համար կարևորություն ունեցող խնդիրներ։ Եթե падգամավորը իր դերում լինի, կարողանա ճիշտ որոշումներ կայացնել, այսինքն ճիշտ օրենքներ գրել, օրենքների գրելուն ճիշտ մասնակցություն ունենալ, կարողանա դրանք ուղղորդել եւ հասնել նրան վերջում, որ այդ ասֆալտը ինք իրան կանանեն, որ այդ ալյուրը ինք իրան կհասնի այդ մարդու տունը, այն մյուսը, չգիտեմ, ավազի հարցն է լուծվի, ցեմենտի հարցն է լուծվի, բայց ոչ թե падգամավոր բերի որպես բարեգործ դա անի։ Իհարկե, դա բարեգործություն կա կողքից,
Այն падգամավորը, որը հնարավորություն ունի նաև կողքից դա անելու, թող անի։ Ես դրան դեմ չեմ։ Դա բարեգործությունն է, դա առանցին բան է։ Բայց հիմնական ֆունկցիան падգամավորի մնում է իմ ասածը։ Օրենք, օրենսդրություն եւ այլ եւ այլ։ Իսկ եթե կա հնարավորություն դա անելու, առանցին թյուղի ճրագզի հարցը լուծելու, թող լուծի։ Շատ լավ է, որ կարողանա անել դա։ Ինչն է պատճառը, որ ընտրողների մոտ հենց այդ տպավորությունը։ Դա երկար տարիների ընթացքում է այդ տպավորությունը ստեղծվել, որովհետեւ իմ մոդեցումներ եղել։ Դեք առաջարկ ու պահանջարկ իր այդ բռնել են այստեղ։ Առաջարկ եղել է падգամավորի կողմից, պահանջարկ եղել է ընտրողի կողմից։ Հիմա մի քիչ առաջարկը ու պահանջարկը տեղերը փոխել են։ Պահանջարկը ավելի շատացել է, քան առաջարկն է։ Այստեղից մի քիչ դիսբալանս է ստեղծվել։ Հարաբերությունը հաջողվի իրավիճակ փոխել։ Դեպի ցկտենք որ փոխենք։ Առանց ցկտելու չես հասնի ոչ մի բանի։ Եթե թևաթափ կանգնես ասես բրձել ամեն ինչ չէ։ Ոչ մի բան չի բրձել։ Գործ տանես։ Իսկ ես գործի մարդ եմ, ես չգիտեմ, այդքան շատ ասելու կողմնագիծ չեմ, այդքան շատ խոսելու բան։ Կոնկրետ գործ ձեռնարկել ես, այս գործը ստացում անես։ Իսկ ես կա գործեր, որ եւ արել եմ եւ անելու եմ։ Պարոն Ցոլակյան, ճիշտ հասկացանք, որ ընտրողը նյութական աջակցություն է սպասում կամ բարեգործություն եւ այլն։ Այո։ Մարտիկ առաջ ամաչում էին։ Որը բան ուզելուց։ Մարդը ընդհանրապես բան ուզելուց ամաչել է միշտ։ Հիմա չէ։ Որտեղ էդել չկա։ Ոչ միայն առաջարկողն է արդեն։ Իդեք մենակ վերցնելը չի ամոթ, տալն էլ ամոթ չէ։ Մարդը որ սովոր չէ, վարժված չէ, բան դժվարություններ իհարկե առաջանում են այդ հարցում։ Բայց վերջին հաշվով կա եւ առաջարկ եւ պահանջարկ։ Տարիներ շարունակ այս հարցում իշխանություններին են մեղադրում ընդդիմադիր գործիչները, որ իշխանության ներկայացուցիչներն են սովորեցրել մտցրել այս մշակույթը, որ ընտրողը պիտի գնա ընտրության կամ ընտրության չի գնա, մինչև իրեն չգան, իր տնից չտանեն կամ ինչ-որ բան չառաջարկեն, որ ինքը գնա, հասնի ընտրատեղամաս եւ քվեարկություն կատարի։ Դեմնեջան, ես հիշում եմ առաջին այդ ընտրակաշառք տվողին։ Հիշում եմ երբ է տվել, ով է տվել, բնավել իշխանության ներկայացուցիչներին։ Падգամավորը դարձել մարդը կուսակցություն ղեկավարում եւ առաջինն նա էր սկսել։ Հիմա կարևորը դա չէ, իշխանությանը չեն մեղադրում, որովհետեւ ամեն ինչ համար պետք է իշխանությանը մեղադրեն։ Այլ մարդու մեղադրելը սխալ է։ Որովհետեւ մարդը տեսնում է իշխանություն ներկայացնող կուսակցություն թիրախ է սա։ Իսկ ով կարող է դրա դեմ պայքարել, ով կարող է սրա դեմն առնել, ով կարող է սա չթողնել, իշխանությունը բնական է։ Դա համար իշխանությունը պետք է քննադատեն ու քննադատեն։ Նշեցիք, որ համայնքներում գյուղաբնակները տարբեր խնդիրներ են բարձրաձայնում, սկսած իրենց անձնական խնդիրներից վերջացրած գյուղի եւ նաեւ գլոբալ խնդիրներ։ Որպես իշխանության ներկայացուցիչ դուք զգում եք, որ այդ ամենի պատասխանը անմիջական պատասխանատվությունը, որ մինչ այժմ չեն լուծվել այդ խնդիրները, կրում է իշխող քաղաքական ուժը, հանրապետական կուսակցությունը։ Դե խնդիրներ կան, որոնք իսկապես դժվար է լուծել։ Այդպես չի, որ պետք է անընդհատ մեղադրել ու մեղադրել։ Խնդիրներ կան, որ լուծվել են, շատ խնդիրներ լուծված են։ Ես չեմ ուզում դրանք թվարկել հիմա։ Բավականին շատ։ Համայնք կա, մտնում ենք, եթե ուշադրի նայածն է քարոզարշավի ժամանակ, համայնքում ներկայացնում են, ասում են, այս խնդիրը մեր ճյուղում լուծվել է, այս խնդիրը լուծվել է, այս խնդիրը լուծվել է։ Խմելուչերի հարցը լուծվել է, ռոռոկմանչերի հարցը լուծվել է, դպրոցը նոր է կառուցվել եւ այլ եւ այլ։ Սրանք գործեր են, որ արվել են։ Դրան զուգահեռ արդեն կա մեկ ուրիշ խնդիր, մանկապարտեզի խնդիր։ Հիմա այդ մանկապարտեզի խնդիրը չի լուծվում, բնական է ճյուղացիները դժգոհ են արդեն։ Իրանց համար այդ մի խնդիրն արդեն արկա է այսօր։ Եվ դրա մասին իրանք բարձրաձայնում են։ Բնական է բարձրաձայնելուց ասում որ չեն սա կառուցել, չեն սարքել, ուրեմն մեղավոր իշխանությունները, որ իշխանությունները չեն հասցրել էսի անեն։ Բայց այդ իշխանությունները նաև մի ուրիշ ճյուղում են մի բան արել։ Հիմա հաշվել, թե որն է արած, որը չի արած, մի քիչ բան գործել, այսօր տնենք հաշվենք։ Այն որ անելիք կա, փաստ է։ Բայց անելիքը միշտ էլ լինելու է։ Այնպես չի որ չի լինի։ Տեսեք, այսօր եթե դպրոցը կառուցում է, լավ դպրոց է կառուցում։ Բոլոր հարմարություններով, լաբորատորիաներով, իրենց բոլոր հարմարություններով։ Ցեք Աշոտսկում, ասենք, նախանցյալ տարի դպրոց հանձնեցին շահագործման, կամ Նորտյանք գյուղում Արտիգի, կամ Սարակապ գյուղում Անի, այդ երեք դպրոցը դպրոցներին կարող են նախանձել ցանկացած քաղաքի ամենալավ դպրոցը։
Երևանի, չգիտեմ որտեղ, ամենալավ դպրոց կարող է նախանձել նա պայմանների, որ ստեղծված այդ դպրոցներում։ Եվ այդ դպրոցները հիմա մեկ ուրիշ տեղ վաղուց կառուցված դպրոց կա։ Այդ դպրոցում այդ պակասը կա այդ բաների։ Բնականին ասում է ցանկություն առաջանում ունենալ նաև էս։ Ու սրանից սկսում է նաև պահանջը։ Բերեք մերն էլ էս ծևի արեք։ Բայց կա դրա կողքին դպրոց, որը պարտադիր կառուցելու խնդիր ունի։ Օրինակ Կապսյողի դպրոցը ենթադրենք, ու Կապսի նման էլի դպրոցներ կան, որը շատ վատ վիճակում է։ Դեռ չի կարելի, այսպես ասեմ, դպրոցում դաս անել։ Որովհետև պայմանները դպրոցի չեն, ուրիշ բան էլ չասեմ։ Ու դպրոցը վթարային է։ Այդ վթարային շենքում չի կարելի երեխային։ Հիմա այդ դպրոցը կառուցելու առաջնային խնդիրը սա է, ոչ թե նրանը, որ լաբորատորիա չունի, այլ սրա խնդիրն է դրած։ Այս խնդիրը պետք է լուծվի, նույնիսկ ախտը։ Առաջնահերթությունը սա է։ Պետք է նայես տեսնես, հիմա քանի ծևի դպրոց ունենք մարզում։ Այդ դպրոցները շատ կարևոր բան են։ Եվ դպրոցների կառուցելուց հետո արդեն պետք է անցնես այն մյուսին։ Իսկ այսօր դպրոցաշինության ծրագրեր բազմաթիվ են պետության մեջ։ Եվ ես գիտեմ, քանի դպրոց այսօր մեր մոտ պլանավորված է կառուցել, քանիսը կառուցում է հենց հիմա։ Որտեղ որ համայնքում ես եղել եմ, այդ համայնքում գրեթե մի բան արվել է իմ ժամանակ։ Ես փորձել եմ հավասարապես բոլոր համայնքներին նայել եւ աշխատել եմ որևէ համայնքում որևէ գործ ձեռնարկել անպայման։ Եվ եղած հնարավորությունները, դա ռեսուրսները, որ եղել է մեր տեղը, հավասարաչափ աշխատել։ Եվ այստեղ որ դժգոհություն չի առաջացել։ Եթե ես ունեմ սեփական գյուղ, բարձրացի չէ որ մեր գյուղում անեմ ամեն ինչ։ Ուրեմն կարելի անել նաեւ հարևան կամ հեռավոր գյուղում։ Եվ իշքան փորձել եմ ես ամեն դեպքում այն մարդիկ, որոնք որ տեսել են, որ ես ուզում եմ դա անել, դա չի մոռացում։ Տեսել է, որ ցանկություն կա, բայց ֆինանսերի պակաս կա։ Այդ գումարները չի հերիքել։ Հիմա ես կուզենայի, որ իմ եղած ժամանակ մեր գումարներից մեծ հատված հատկացնել Գյումրիի փողոցներին։ Բայց այն փողոցները, որ կառուցել ենք, բավականին մեծ աշխատանք եղել։ Իմ օրոք եւ մեր ունեցած հնարավորություններով, то есть պետության կողմից տրված փողը, որը մարզպետարան օգտագործել է, ասենք Գյումրու մի քանի անգամ ասել եմ, հրաբարագի, հարակի 4 փողոցների, Չերաս, Գայի, Սպանդարյան, Համբարձումյան, գումարած դրան Ջիվանո հրաբարակ, Շիրագացի, Գորկի, Չայկովսկի, այս փողոցները բոլոր ասֆալտապատվել է իմ օրոք եւ ասֆալտապատվել է պետության կողմից տրված մարզպետարանին հրատապ ծրագրով նախատեսված գումարներով։ Պարոն Ցելակյան, չգիտեմ դուք լսել եք թե ոչ կամ ձեզ հասել են այդ տեղեկությունները թե ոչ, բայց քաղաքում շրջանառվում են լուրեր, որ ձեզ ամենևին էլ չի հետաքրքրում պատգամավորական մանդատը եւ դուք զուտ հանրապետական կուսակցությանը ձայներ ապահովելու համար եք առաջադրել ձեր տեխնացությունը։ Լսել եմ այդ կարծիքը, ուրեմն շատ թյուր սխալ կարծիք է, ուրեմն ես այն գլխից ասել եմ, որ ես պաշտոն ունեմ եւ պաշտոնը թողնում եմ զուտ պատգամավորի մանդատի համար։ Ես աշխատում եմ գործադիրում, միշտ աշխատել եմ գործադիրում։ Եվ գործադիրում աշխատող մարդը միշտ զգացել է, որ ինքը սահմանափակ հնարավորություններ ունի որևէ բանով զբաղվելու։ Ես քաղաքականության մեջ երբեք չեմ եղել։ Ես ուզում եմ քաղաքականությամբ զբաղվեմ։ Պատճառը, տեսեք, ընտրովի մարմնում լինելն է։ Ընտրված մարդը ուժեղ է լինում։ Մանավանդ նոր խորհրդարանում։ Երբ որ քո մեջքին ունենում ես ընտրողներ, դու արդեն կարող ես հարց բարձրացնել, եւ երբ որ քեզ սաստում են, ասում են՝ «Մի ասա», դու կարող ես չսաստվել, ուղղակի ասել։ Իսկ այս պարագայում, երբ որ դու իշխանության մեջ ես, մի հարցը բարձրացնել, ասեն՝ «Քո բնակավարին չի վերաբերում հարցը, դու մի խոսա»։ Ու դու լռես։ Իրականում ես մեծ ցանկություն ունեմ լինել պատգամավոր եւ երբեւե գործիք դառնալու մտադրություն եւ ցանկություն չեմ ունեցել։